Երբ ծնվել է ապագա ժողովրդական արտիստ, դերասան Խորեն Աբրահամյանը, հայրը շտապել է ուրախ լուրը հայտնել քույրերին, սակայն սկզբում նրան չեն հավատացել ու հաղորդածը որպես ապրիլմեկյան կատակ են ընդունել։ 1930 թվականի այս օրը ծնվել է Խորեն Աբրահամյանը։ Հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ռեժիսոր, ծնվել է Երևանում, մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1951 թվականին, այնուհետև ընդունվել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կատարել է բազմաթիվ հիշարժան դերեր։ Խորեն Աբրահամյանը նաև նշանակալի դերակատարում է ունեցել հայկական կինոյում, նա նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, այդ թվում Սարոյան եղբայրներ, Տերը, Մենք ենք մեր սարերը, Երևանյան օրերի խրոնիկա և այլն։ Թատրոնում նա բեմադրել է մի շարք ներկայացումներ, այդ թվում Նաիրի Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» և այլ բեմադրություններ։ Խորեն Աբրահամյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։ Նրա կյանքում եղել են նաև անձնական հետաքրքիր դրվագներ, օրինակ հետաքրքիր է, որ երբ Խորենի հորը հայտնել են որդի ունենալու մասին լուրը, նա չի հավատացել և կարծել է, թե դա ապրիլմեկյան կատակ է, հենց այդպես էլ նա քույրերին ասելուց նրանք էլ չեն հավատացել։ Խորեն Աբրահամյանի մահից հետո նրա հիշատակը հավերժացել է։ 1982 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում Խորեն Աբրահամյանը բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որը բեմ բարձրացավ առաջին ու վերջին անգամ։ Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը, հենց այս դեպքից հետո էր, որ դերասանին աքսորեցին Գյումրի։ Սունդուկյան թատրոն վերադառնալուց հետո Խորեն Աբրահամյանին սպասվում էր տհաճ անակնկալ։ Այն դերասանները, որոնք ժամանակին երդվում էին իր անունով, նրա դեմ էին դուրս եկել։ Սունդուկյան թատրոնի պատերը կհիշեն, որ ժամանակին նույն Խորեն Աբրահամյանը այլ դերասանների և ռեժիսորների հետ դեմ էր դուրս եկել Վարդան Աճեմյանին, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ 1992 թվական երկրում ցրտի ու մթի պատերազմի տարիներն էին, թատրոնում էլ մռայլ էր։ Աթոռին սարի պես նստած Խորեն Աբրահամյանը ծխում է, ծխում ու լսում մարդկանց չդադարող մեղադրանքները։ Իրար հաջորդող ծանր ու մռայլ ժողովներն իսկական դատավարության էին նման։ Այս ժողովներից մեկի ժամանակ է, որ դերասանն ասում է. «Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթահարել, մի թշնամի կա, որ ոչ մեկը չի կարող հաղթահարել, մի թշնամի կա ամենաանտանելին, ամենասոսկալին, իմ թշնամին ես եմ»։ Հետո հեռանալու էր, խռոված էր հեռանալու։ Միացյալ Նահանգներ։ Հենց Միացյալ Նահանգներում ձայնագրվեց հայտնի «Ես իմ անուշ Հայաստանին»։ Սա սովորական ասմունք չէր, սա հայրենիքից հեռացած ու կարոտած երևանցի Խորենի հոգու ճիչն ու պոռթկումն էր։ Այս ասմունքը հնչել է նաև դերասանի թաղման արարողության ժամանակ, փողոցներում մարդիկ կանգնում ու գլխարկները հանելով հրաժեշտ էին տալիս մեծ արտիստին։ Մի օր դերասանի ամերիկյան բնակարանում հնչում է հեռախոսի զանգը, խոսափողից լսվում է Վազգեն Սարգսյանի ձայնը։ Վարչապետը դերասանին խնդրում է վերադառնալ հայրենիք։ Երևանում Խորեն Աբրահամյանը շարունակում է ստեղծագործական գործունեությունը։ Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջ դերասանուհի Գոհար Գալստյանի հետ միասին բեմադրում է իր վերջին «Ջին» խաղը ներկայացումը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Խորեն Աբրահամյանը մահանում է սրտամկանի կաթվածից։ Խորեն Աբրահամյանի դեբյուտը կինոյում 1949 թվականին էր «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմում խաղացած գյուղացու դերով, սակայն նրա կարիերայում շռնդալից հաջողություն գրանցվեց «Առաջին սիրո երգը» ֆիլմի առաջին իսկ ցուցադրությունից հետո։ Հայաստանի գրեթե բոլոր աղջիկները սիրահարվեցին Խորեն Աբրահամյանի մարմնավորած Արսենին։ Իրեն Խորեն Աբրահամյանի աշակերտներից մեկը համարող Արմեն Մարությանը մի առիթով ասել է. «Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանն ու Մհեր Մկրտչյանն անգնահատելի էին հայկական թատրոնում և կինոյում»։
Թորներս սիրված դերասանի մասին այսպես են պատմել. նա խրատներ տալ չէր սիրում, այդ առումով մենք իրար շատ նման ենք, կարող է մի բան ասեր, բայց դրա տակ մեկ այլ բան հասկանայինք, այսինքն նրա խոսքերը միշտ էլ ենթատեքստով են եղել, մի անգամ երբ չարություն էինք արել, նա ինձ և Արսենին իր մոտ կանչեց, մենք վախեցել էինք, որովհետև նա երբեք ոչ ոքի վրա չէր ջղայնանում, ոչինչ չէր ասում, ասաց մոտ արի, երբ մոտեցա շարունակեց ավելի մոտեցիր, երբ ես կրկին մոտ գնացի, ասաց գնա կարտերը բեր, բլոթ խաղանք, այդ վախի զգացողությունն արդեն բավական էր մեր սխալները հասկանալու համար, նկատել է Խորեն Լևոնյանը և շարունակել, ինձ ընդամենը մեկ անգամ է խորհուրդ տվել, պետք է դերասանն իմանա ձեռքերն ինչպես շարժի, ինչ անի, նա մեզ համար հայր է եղել, Խորենն ավելի նման է նրան, դեպքեր են եղել, որ Խորենին ասել եմ, սա այնպես արեցիր, ինչպես Խորիկ պապիկը կաներ, շատ հետաքրքիր մարդ էր, ջահելների հետ ջահելություն էր անում, իսկ իր երեխաների համար ընկեր էր, հիշել է Արսեն Լևոնյանը։ Ֆուտբոլ շատ էր սիրում, մի անգամ երբ Ուկրաինա-Հայաստան խաղն էր, հայերը գոլ խփեցին և հաշվի մեջ առաջ անցան, այդ ժամանակ գոլ խփած ֆուտբոլիստը վերնաշապիկը հանեց, ինչը չի թույլատրվում, իսկ պապիկս ասաց թումբանդ էլ հանի, քեզ կարելի է, պատմել է Խորեն Լևոնյանն, իսկ Արսենը ֆուտբոլային ևս մեկ դեպք հիշել։ Փոքր ժամանակ ֆուտբոլ էի պարապում, պապիկս էլ զանգեց ու ասաց բալիկ, ֆուտբոլը երբ է, Հայաստանի հավաքականը երբ է խաղում, ասացի խորիկ պապիկ, չգիտեմ, մեկ էլ ասաց բա ֆուտբոլիստ տղա ես, ոնց չգիտես, իսկ երբ պատասխանեցի, որ ոչ ոք չկա, որ դա ճշտեմ, որոշ դադարից հետո ասաց կարող է անապատում ես։ Խորիկ պապիկը ուտել սիրում էր, մի անգամ վերջին տարիներին զանգեց և մամայիս ասաց տոլմա սարքի գամ ուտեմ։ Պոմիդորի ձվածեղ էր շատ սիրում, այնպես էր ուտում, որ ախորժակդ բացվում էր, հիշել է Արսենը։ Ես պապիկիս դուխով եմ նման, նրա անուն-ազգանունը և հայրանունը կրելը շատ մեծ պարտավորություն է, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է, յուրաքանչյուր քայլ անելիս անընդհատ մտածում եմ, պապիկս մի օր իր լուսանկարն ինձ նվիրեց, որի հետևում գրել է Խորեն Աբրահամյանից Խորեն Աբրահամյանին հույսով, հենց այդ հույսն է, որ միշտ փորձում եմ արդարացնել, խոստովանել է կրտսեր Խորեն Աբրահամյանը, վարպետի անունը կրող թոռը։ Մի անգամ երկու Խորեն Աբրահամյաններով քայլում էինք փողոցով, մեկը մոտեցավ պապիկիս և ասաց խորիկ ջան, քեզ տեսա տրամադրությունս բարձրացավ։ Վերջին օրերից մի շատ վատ բան եմ հիշում։ Նա շատ նեղված էր, որովհետև Սունդուկյան թատրոնում չէր, որտեղ 50 տարի գլխավորել, ապրել և ստեղծագործել էր։ Մահվանից մոտ մեկ շաբաթ առաջ ևս մեկ անգամ ջին խաղը ներկայացումը խաղաց Սունդուկյան թատրոնի բեմում, հավելել է Արսենը։